Կրկին նույն թեման, հա, մամջան։ Ոնց որ հետաքրքիր հավելումներ կան այս թեմայի մեջ։ Այսինքն։ Սիրում ես այդ աղջկան։ Ինչ աղջիկ։ Գրիշ հարցս կրկնեմ։ Ադե փոխի էլի թեման, մամ։ Վրեժ ես լուծում Լեոից։ Չէ։ Եթե սենց հստակ պատասխանեցիր, ուրեմն սիրում ես։ Ես իհարկե չգիտեմ, թե այդ ընտանիքն ինչ արժեքներ ունի, որ դու Լեան ձեզ սենց կորցրել եք։ Բայց ես կորցնում եմ եւ ընտանիքս եւ համբերությունս։ Մամ, անիմաստ եք կռիվ ես սարքում։ Դեռ միայն դուք եք կռիվ սարքում, ես համբերում եմ։ Գրիշ չեք հասկանում ես իրավիճակը ինչի կհանգեցնի։ Հայրդ անկառավարելի է դառնում։ Ձեզ հաշիվ տվեք, ես այս վիճակին էլ չեմ դիմանում։ Տանջվի առնը։ Արա ես ինչը, իրար հերթ չտալով զանգում եմ, պարտադիր պտի փչացնեն էլի մարդու հանգիստն ու տրամադրությունը։ Լույսերը վառ թողել գնացել, չնայած աչքներիս չէր երևում։ Լեո զանգեմ Դավիթը գա։ Չէ, պետք չի։ Ախր ես չգիտեմ ոնց օգնեմ։ Լեա, հարի ավելի լավ է ես քեզ տուն տանեմ, անիմաստ խնդիրների մեջ չընկնես։ Լեո, չէ, ես մինչև չհամոզեմ, որ դու լավ ես, ոչ միտեղ չեմ գնալու։ Եթե դու այսօր կողքս չլինեիր, ես հաստատ կգժվեի։ Ուրեմն իմացի, որ ես յուրաքանչյուր պահի ու պարագայում կամ։ Լավ, հիմա սահանի, մոտի լվացվի, մի քիչ հանգստացի, ու ամենակարևորը ոչ մի բանի մասին մի մտածի, բաց թող իրավիճակը, որ կարողանաս լուծում գտնես։ Ոչ եմ խանգարում։
Գիտեի, որ քեզ տեղ եմ գտնելու։ Պապ Լեոն։ Լեա։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Լեա։ Լեա։ Պապ, ինչ ես անում։ Ձայնդ կտրի բառ չեմ ուզում լսեմ։ Պապ, Բերանդ փակի։ Լեո, ինչ ես դուրսը։ Լեայի հետ էինք։ Ոնց որ հերը եկավ տարավ։ Լվացվում էի, չտեսա ինչ եղավ։ Հաստատ հերներ։ Նե հա, ոնց որ իր ավտոն էր։ Հիմա չզանգես իրան։ Թող ինքը հասնի տուն, հենց հարմար լինի կզանգի, որ զանգես կավա բادرության մեջ դնես։ Սարքեցի գլխին այդ աղջիկը։ Լավ, արի գնանք ներս։ Ուզում եմ այսօրը մոռանամ։ Չհիշեմ երբեք։ Բայց կարանք մոռանանք։ Չէ։ Դժվար։ Մանանը մեր մեջ կջարդեց։ Չեմ ներելու։ Ինչ ուզում ալինի չեմ ներելու դրան։ Բայց դրանով ինչի ենք հասնելու։ Ինքը ինչի ուզել հասել է։ Մենք էլ հասնելու տեղ չունենք դավճ։ Արա լավ լուրջ, չի հասկանում ինչ է անում։ Ինքը ինձնից էլ քեզնից էլ լավ է հասկանում։ Մեր խնդիրը հենց այդ է դավո։ Իրան որպես երեխա ենք վերաբերվում ու մտածում ենք, որ առանց հասկանալու ինչ-որ մի փորձանքի կգա։ Բայց փորձանքը ինքն է։ Լավ, բա ինչ անենք, թողենք սենց մնա, հա։ Տարբերակ առաջարկի։ Չկա։ Լեայի համար էլ եմ անհանգիստ։ Ինչի ամեն ինչ սենց թարս տավը։ Հա, պապ։ Ինձ լսի Գրիշո։ Հենց հիմա գնում ես այդ աղջկան ուղարկում ես իրաց տուն։ Ու հեռու ես մնում դրանից։ Ինչ ա եղել։ Հարցեր մի տուր արա։ Անում ես այն ինչ ասում եմ։ Գնում ես ու ուղարկում ես իրան իրաց տուն։ Ոչ թե ճանապարհում, այլ ուղարկում։ Հասկացար ինձ։ Ու մոռանում ես դրան։
Անցար վերև։ Պապ, թող մի բառ էլ ես խոսամ, մենակ գոռում ես։ Ինչ պիտի ասես, այ անուղեղ։ Ինչ պիտի բացատրես, որ ես չգիտեմ։ Պապ, ես ամեն ինչ ինքնուրույն կանեմ, ես ինքս կորոշեմ։ Անցի վերև։ Պապ, ախր ինչ ես առանց ինձ հարցնելու հետևություններ անում։ Վատ էր, թողնեի դրսում մեռներ, հաչ տանեի տուն։ Հա, թող մեռներ, թող սատկեր։ Ինչ ես խոսում։ Լեզուտ հավաքի ու անցի վերև հենց հիմա։ Շուտ արա։ Ասում եմ մի գնա դրա հետ հանդիպման, գնում ես հանդիպման, ասում եմ մի գնա դրանց տուն, գնում ես դրանց տուն։ Ինչ անեմ, հաշվի չառնեմ, որ երեխես ես։ Ընդամենը հասկացի ինձ, պապ։ Չեմ ուզում հասկանամ։ Ես չեմ հասկանում, ես ոնց դիմանամ այս ամեն ինչի։ Ինչի մենակ ես, մենակ պիտի դիմանաս։ Հա, դուք ձեր անելիքն անում եք, քաշվում եք մի կողմ։ Էս ինչ համերգ էր, Հունան։ Աղջկա դասիրակելու նոր մեթոդը։ Այդ մեթոդներն ըստանը չեն աշխատում։ Այդ դու ես որոշում։ Ժամանակին իրար հետ էինք որոշում, բայց հիմա համահանում ես։ Այն որ երեխեքդ անուղեղ են, դա քննարկման ենթակա չի։ Դու ավելի լավ է դրա մասին մտածի։ Վերջ տուր, ես ինչ ես դարձել։ Էս ոնց ես խոսում։ Վերջի վերջո աղջիկը։ Անուղեղ է, հիմարա։ Սուս վրա։ Ես լսի։ Ես չես անում, պապ։ Վերև գնացեք երկուստ էլ։ Ինչ վերև, մամ ջան, մեր բացատրեք ինչա կատարվում։ Վերև։ Գրիշ, գնա վերև, ամեն ինչ նորմալ է։ Մյուս անգամ չհամարձակվես ինձ հետ նման կերպ վարվել։ Մյուս անգամ քեզ նման բան թույլ չտաս։ Հասկացար։ Ուրեմն դու էլ ինձ հասկացի։ Աղջկա Լեոնից տնից եմ գտել։ Ռաֆինը կաններ ձեռքերին։ Ուրեմն ճիշտ է, Ռաֆի տղան է։ Հա։ Էլ եմ ասում։ Աղջիկդ Լեոյի տանն էր։ Այդ փաստն էլ շատ կարևոր։ Այդ ինչ է եղել պապային։ Դուրս արի սենյակից։ Վատ ես։ Քեզ ասում եմ դուրս արի սենյակից, չեմ ուզում խոսամ։ Լեոն այդ հավաքի քեզ էլ է։ Զզվելի։ Քո պատճառով ոչ ոքս իր տեղը չի գտնում։ Դուրս արի սենյակից, ասում եմ։ Լեա, վերջին անգամ եմ քեզ ասում, մի հատ հաշիվ տու խոսացածներիդ համար։ Նորմալ հարց եմ տվել, ինչ ես հիստերիկացել։ Հաշիվ եմ տալիս։
Հիմա գնա դուրս։ Ինչու ես եկել։ Լեո, սպասի։ Սպասելու բան չկա, Դավո։ Հարցիս պատասխանի, ինչու ես եկել։ Ուզում էի Թքած ունեմ ինչ էիր ուզում։ Որտեղից եկել ես, գնա հենց ընդեղ մանան։ Լեո, մի հատ հանգստացի։ Հանգստանալու բան չկա, Դավո։ Ինքը արդեն վստահ է, որ ինքը ինչ էլ անի, մենք իրան ներելու ենք ու ընդունելու ենք այս տուն։ Գնա ասեցի։ Ուզում էի իրերս հավաքեի գնայի, չմտածեք ձեր համար եմ հետ եկել։ Ասում էի, չէ։ Մի րոպե ժամանակ ունես, մանան, գնացիր։ Գնացիր, ասում եմ։ Արա պապին, ինչ ենք ասելու։ Կասենք, որ շատ հիմար աղջիկ ենք դաստիարակել։ Ինչ ուզում անում է, հետո աչքերը լցրած տուն է գալի, Դավո։ Բոլորի մոտ մեզ ստորացնում է։ Դուք ուղղակի մի բան իմացեք։ Լսի, մենք ոչ մի բան չենք ուզում իմանանք։ Գնա ասեցի։ Չէ, ես կասեմ, որ իմանաք, որ հետո չստացվի։ Մանան, ասում եմ, Հանգստացի։ գնա ստեղից։ Դավոն այն ժամանակ շատ ճիշտ էր արել, որ քեզ դուրս տեր թողել։ Գնացիր։ Ավելի ես բարդացնում իրավիճակը, մի արա։ Թող մեկը փորձի մոտենա այս դռանը։ Ու ինչի ես հասնելու փակի տակ պահելով։ Կարգ ու կանոնի։ Արագ երկուսը տելի չեք ներքև։ Ունենց ես նայում, ոնց որ ես ընտանիքի թշնամին լինեմ։ Հենց ես վարվում, ոնց որ մենք քո թշնամին լինենք։ Բա ինչ անեմ։ Թող եմ գնան կործանվեն։ Անցեք հյուրասենյակ։ Դուք սենց ուզեցիք։ Սրանից հետո առանց իմ իմացության տնից դուրս չեք գալիս։ Դուրս կգաք այն ժամանակ, երբ ես կուզեմ։ Չհասկացա, բանտ է, պապ։ Հա, բանտ է։ Դուք եք տենց ուզել։ Լավ իմաստ է։ Ձայնդ կտրի։ Երբ երկուսդ էլ կհասկանաք, որ իմ խոսքը չի կարելի շրջանցել, այդ ժամանակ էլ կխոսենք։ Իսկ հիմա ացեք ձեր սենյակները։
Լավ ես, մամ։ Լավ է։ Ինչ տեսել եք, մոռանում եք։ Ընտանիքը ամեն ինչը լինում է։ Այլն։ Ինչ։ Ուր ես։ Գրողից ծոցն եմ, դրսում եմ։ Խիես դուրս եկել Հելենստանից։ Լավ եմ արել, բա քեզ թվում էր ինձ տենց ցրեցիր, տարար դրեցիր միտեղ, ես էլ պիտի մնայի։ Հիվանդ ես դու լրիվ։ Լավ բան էլ քո մոտ չի անցնում, հա փաստորեն։ Բա ինչ անեի գլխից դնեի մանտայ։ Տես լավ չի արի մտի սենյակս փափուկ հանգիստ խախանդ քնի։ Ձեռ ես առնում։ Հա։ Ուրեմն հենց հիմա գալիս ես ու ինձ տանում ես ձեր տուն։ Հա։ Ասում եմ հենց հիմա գալիս ես ինձ տանում ձեր տուն։ Ես չեմ կարող։ Չհասկացա, ինձ գցեցիր այս պատմության մեջ, որ ասես չեմ կարող, գամ։ Մեծ մի հիստերիկացի էլի գիտես ներվայն անում եմ, որ սենց անկապ ունատ ես գալի։ Տոնդ փոխին հատ։ Մամ։ Մամ ջան, ես քեզ երբեք չեմ տեսել այսքան խեղճացած։ Որովհետև միշտ լավ դերասան եմ եղել։ Միշտ խորն եմ թաղել իմ ու հորդ խնդիրները։ Պապայի վերաբերմունքը քո հանդեպ իրոք շոկային էր իմ համար։ Ու վերադարձել դեպի անցյալ։ Դեպի անցյալի վատ հուշեր, որոնցից ինձ թվում էր մենք վաղուց ազատվել ենք։ Մամ, ինձ ամբողջ կյանքում թվացել է պապան պաշտում է քեզ։ Պետք չէր հորդ բարկացնել։ Պետք չէր բարկացնել ու հետ վերադարձնել հին հունանին։ Խնդրել եմ քեզ ու եղբորդ մի արեք դա։ Չէի ուզում ստացվեց։ Ամենակիչը քեզ կուզեի ցավացնել։ Իմ մանդավաճան 9։ Երեխես կյանքի կռիվ է տալիս։ Դու ուզում ես իմ փողը չտաս։ Եթե չոք ես դեմս խնդրես, կարող է եւ տամ։ Անկամ կյանքը չի կարող ինձ չոքացնի։ Դու ով ես, որ ինձ չոքացնես։ Իմ երեխեն Մոսկվայի հիվանդանոցում պարկած սպասում է վիրահատության։ Մեռնելով էլ լինի, ես այդ փողը հասցնելու եմ իրան։ Չի կարա սենց զուգադիպություն լինի։ Ուղղակի չի կարա։ Պապ, Ասա։ բանալիները կտած դուրս կամ։ Արա դու լավ չես հասկանում, թե ընդհանրապես չես հասկանում, գնաց տեղից։ Պապ ջան, տարբերակ չկա դե փողոցում ամանացեմ անանը, պետք է գնամ հետևից։ Թող մնա փողոցում։ Ընդհանրապես դրանք թող մնան փողոցում, դրանց տեղը փողոցն է։ Մամ, ես վախենում եմ։ Ինչա պապան այսքան ագրեսիվ։ Որովհետև պետք չէր հորդ հունից անել։ Նրան կանգնեցնելու գինը միայն ես գիտեմ։ Պետք չէր հորդ մոտ մտնել։
Գրիշ, ուր ես գնում, գնա քո սենյակ։ Գրիշ, սպասի, պապան ջղայնանալու է։ Գրիշո հայրդ սա չի ների հետ արի։ Գրիշ, ճանես։ Գրիշ։ Գրիշը պատշգամբից թռավ գնաց։ Ինչ ենք ասելու պապային։ Սխալ ենք անում։ Իսկ ասեի մեր սխալներն են գողում։ Ավելի Լեո, ուժեղ տղա մի խաղա։ Հաստատ քո սիրտն է ցավում, որ իրան այս գիշերով թողեցին փողոցում։ Դավ ջան, մենք չենք թողել։ Ինքն է այդ ճանապարհը ընտրել։ Իր գլխին խելք չկա, Լեո։ Բա մենք ոնց թողեցինք այս գիշերով մնա փողոցներում։ Ախպերս ինքը դրսում մնացողը չի։ Թույն հովանավորներ ունի։ Շատ հեշտ ես ասում։ Նենց հեշտ, ոնց որ ինքը մեզ մոռացավ։ Չէ, դու տակացած խոսում ես։ Արի դու մտածի պապու մասին, հա։ Ինչ ենք ասելու պապուն։ Պատկերացնում ես իր վիճակը, ինչ կլինի, որ իմանա թողել ենք տնից գնամ Անանը։ Պետք է գնայիք, գայիք ու 21 տարի առաջ սատկած Ռաֆի ընտանիքին հանդիպեինք։ Չնայած հանդիպելը մեղմ ասած։ Համարյա թե խնամյանայինք։ Աշխարհի երեսին ուրիշ ոչ աղջիկ կար, ոչ էլ տղա։ Պիտի հենց դրա լակոտներին ընտրեին։ Շատ լավ է։ Ուժեղ է։ Գրիշոն գնաց։ Այս ամբողջ ներկայացման մեջ ինձ ամենաշատը փտածալուի դերն ու խաղն է հետաքրքիր։ Դժվար թե աղբոր լակոտին ճանաչեր։ Հունան լսում ես, ասում եմ Գրիշոն գնաց։ Դուրը փակ է, ինա։ Պատշգամբից թռավ։ Դու էլ կանգնած նայում ես, չէ՞։ Դե կներես, որ հետևից չթռա։ Կարիք կա հիշացնելու, որ տնից դուրս չես գալու ու դռանը մոտ չես գալու։ Ես հիմա տնից դուրս եմ գալիս։ Ու դուռն էլ բաց եմ թողում։ Եթե ես եկել եմ տուն ու դու տանը չես եղել, պատասխանը տալու եմ մերդ։ Հասկացար ինձ։ Ես պապային չեմ ճանաչում, մամ։ Ա դու պապայիդ չես ճանաչում։ Ու եթե պապատ հետ եկավ ու դու տանը չեղար, դու ինձ էլ չես ճանաչելու։ Ուրեմն պապան իրոք քեզ Երբ պապատ անադեկվատ է, ինքը ոչ ոքի չի ճանաչում։ Ես ինձ վատ եմ զգում, որ զանգում եմ, իսկ դու զանգերից չես պատասխանում։ Դու ես ինչքան շատ ես քեզ վատը զգում, բայց ինչքան եմ վատը զգում, նեղվում։ Դու ինչ ես նեղվում։ Քեզնից, քո լինելուց, քո այս
ներկայությունից ու այս ընդհանրապես վիճակից, նրանից որ դու իմ կնիկն ես այդ դրանից։ Ավ անկեղծ չեմ հասկանում քեզ։ Այստեղ բան պետք է լինի, որ դու ինձ հասկանաս։ Մի արա ցավացնում ես։ Ախր ես քեզ ինչ եմ արել։ Անկեղծ չեմ հասկանում, երբ ես ինձ սիրում, իսկ երբ ատում։ Ես գիտեմ, որ դու մի քիչ դժվար ես հասկանում, մի քիչ չէ, մի քիչ շատ։ Ես մի օր ժամանակացույց է քեզ կասեմ, դու կիմանաս։ Տենում ես խմած ժամանակ ավոտ ինչ բառեր ասում։ Ջուր, մի բաժակ ջուր բեր, սաղ կբացատրեմ։ Մաքուրա չէ։ Ավո։ Դե չէ։ Ձեզ շատ չկա ասում, կամ է շատ թույն մույն ալի։ Ավ լավ էլի, խմած ես չես հասկանում ինչեր ես խոսում։ Արի գնանք քնի, հա։ Արի օգնեմ քեզ։ Միշտ ես եմ քեզ օգնել, անենց դու հիմա որոշել ես, որ պետք է ինձ օգնես, հա։ Ուրեմն բարի գիշեր։ Ոնց հասկանում եմ իմ ներկայությունը քեզ տհաճություն է պատճառում։ Մի գնա։ Հետ արի բան եմ ասում։ Բակո հետ չխոսամ ու մետ խոսամ։ Հերս էր եկել հիվանդանոց։ Հերս եկել հիվանդանոց, ես ասում եմ թորս ուրա։ Ավո ինչեր ես խոսում։ Ինչ հեր, ինչ թոր։ Հա, հերս։ Դիցես մինա է։ Դիցես մինա է խառնված, պրչոտ, մրչոտ, արա ես տերով տաղա եմ։ Լսել ես որ ասում է տերովին տերն ա տարել անտերին գելա։ Բատ կա է տես բան։ Հերս էր եկել էր հիվանդանոց, ասում է հեռու մնա, թորներից ես հեռու, ինձնից հեռու, աղբորդ երեխեքից հեռու, մի գնա մի, ինձ ասում է աղբորդ գերեզման մի գնա խունք մի ծխի, ինձ ասում է աղբորդ գերեզմանի խունք մի ծխի, ինձ անից հեռու։ Ավիրոք չեմ հասկանում ինչ ես խոսում։ Հասկանալու չհասկանալու բան չկա։ Ես իմ սաղ կյանքը մերժված եմ եղել։ Ես իմ սաղ կյանքը չսիրված եմ եղել։ Լավ այ կար։ Հա ու պատի շնորհակալ ելնես որ եկել եմ։ Բա ինչ պիտի անեիր որ չգայիր։ Բա դու ինչի հելար գնացիր ընդեղից, որ մի հատ է վրես մունած ես գալի։ Ասեցի որ չեմ ուզում մնամ ընդեղ։ Դե կա ներեք էլի։ Այդ որ սպասելիքները չարդարացան։ Ասենք են որ կարեր ինձ տաներ ձեր տուն։ Գժվել ես աղջիկ ջան, քեզ տանեմ մեր տուն որպես ինչ։ Կնիկս ես ով ես։ Դե հետդ մի քիչ փափուկ եղանք առիթավորվար։
Մտածի ինչ ես խոսում։ Ես լավ մտածում եմ ինչ եմ խոսում, մանա։ Քեզ տարա Հելենեսն ու խայտարակ արեցիր, հերիք չի մի հատ էստեղ կանչեմ ունատես վրես գալի։ Ուզածատ ինչա, գիտես ինչ գնով եմ ստեղ հասել։ Իսկ դու գիտես ես ինչ եմ կորցրել քեզ հասնելու համար։ Ես իմ աղբերների վստահությունն ու սերն եմ կորցրել։ Չկորցնել, ինչ անեմ։ Տենց, հա։ Հա, հենց է տենց։ Ու լսի ուշադիր։ Քո ու աղբերներիդ հարաբերություններին ինչ շխառնես։ Տենց չեղավ։ Դու չգիտես ում հետ գործ ունես։ Ինձ ոչ մեկը չէր կարա փողոց գցել, իսկ դու դրան էլ հասար։ Մի խոսքով մրսես կզանգես արդեն հեռախոսում ես։ Ես քեզ չեմ զանգելու։ Դու գիտես։